Աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին եւ համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի Զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազ է գալիս, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը եւ պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո անկախ ընտրությունների արդյունքներից ուզում են 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին որպես հաջորդ վարչապետ, այլ մարդու։ Գրազ եմ գալիս $1 միլիարդ վրա։ Պայմանը հետևյալն է, եթե իրենք են պարտվում, $1 միլիարդ անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են թող գրեն կանեմ, թող գրեն ինքնասպան կլինեմ։ Հիմա ժամը 10:15, 12 ժամ եմ տալիս հրապարակային հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկոյան 10:15 չհաստատեն գրազը, կֆիքսեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները։ Լավ, ուրեմն ասենց մի քանի բան էլի, պարոն Ռուբինյան, նախ խնդրում եմ վարչապետի ասածներին այդպես առհամարանքով մի վերաբերվեք։ Մարդը կարծիքը հայտնի ասել է, որ մեր երկրում օլիգարխներ առհասարակ չկան։ Ու հիմա որ դուք այն զորով օլիգարխներ եք մանգալի, դա ոնց որ վարչապետին հակադրվեք, դա չի կարելի։ Հիմա ինչ վերաբերվում է, թե ում օգտին է քվեարկելու ուժեղ Հայաստան քաղաքական թիմը որպես վարչապետ, այդ հայտարարությունը արդեն վաղուց արված է եւ այդ քվեարկությունը լինելու է ի օգուտ Սամվել Կարապետյանի։ Եվ դու ընդհանրապես պետք է համբերատար սպասեք ու տեսնեք, թե ոնց է Սամվել Կարապետյանը դառնում մեր հաջորդ վարչապետը։ Այդ հարցը արդեն լուծված է։ Հիմա ինչ վերաբերվում է գրազին։ Նախ գրազ գալուց, եթե ընդունում ես Նարեկ Կարապետյանի առաջարկը, ուրեմն պետք է դա լինի օրինական։ Նարեկ չի առաջարկի անօրինական գրազներ։ Օրինակ, որ դասում սպիտակ թղթի վրա գրեն, որ դու գնաս ինքնասպանություն գործես, դու նախ ինքնասպանության մարդուն դրթելը դա հանցագործություն է։ Եթե դու ինքնասպանության գործելու որոշում ունես, դա պետք է լինի քո գիտակցված որոշումը, ոնց որ ասենք ունեցել է Ադոլֆ Հիտլերը 1945 թվականի ապրիլին։ Ուրիշ մեկը քեզ չի կարա ինքնասպանության դրթի, տենց հանցանքի որևէ մեկին մասնակից մի ինչ անեմ եք, սա անօրինական է, դա չի կարելի։ Բայց որ ինձ լսես դու ինքնասպանություն չես գործի, չի կարելի։ Մի արա, տեստաբանս կիթ ընդհանրապես մտքովդ չանցնի։ Իսկ ինչ վերաբերում է գրազի գումարին $1 միլիարդ, մատ այդ բարձր ինքնագնահատական, այսինքն քո կյանքի գինը եւ $1 միլիարդ, դա չի տենց համեմատություններ չի կարելի անել։ Նախ քանի որ մեր երկրում մարդու առողջարքը արգելված է ու հնարավոր չի որևէ մարդու գին առհասարակ գնահատել։ Մենք ինչ կարանք անենք, ստիպված ասենք կարանք այլ մեթոդ կիրառենք, ենթադրենք մտնենք list.am, այնտեղ կա կենթանիներ, գյուղատնտեսական կենթանիներ։ Ասենք օրինակ ինչ կասեք, կալիֆոռնիական ճագար 2000 դրամ, ցուլիկ 100,000, բադ 5000, սագ 7000, ասենք 7000 կամ սովորը հորթը 300,000 թորի ասենք ենթադրենք $1,000 նոր, $1 միլիարդ նոր, դրանք ընդհանրապես իրար հետ ոչ մի համադրություն չու։ Ոչ մեկը ձեր հետ չի համաձայնում։ $1 միլիարդ դու հասկանում ես ինչ ասեմ, քո տեսած երևի ամենամեծ գումարը քո հաշվի վրա դա եղել է դեկտեմբեր ամսվա պրեմիաները, չէ՞։ Պարգևավճարը, դա $3 միլիոն դրամ։ Հիմա $1 միլիարդ օրինակ քո կյանքի համար ենթադրենք վճարելու փոխարեն օրինակ կարելի է ստեղծել 300,000 աշխատատեղ։ Կարելի է այդ գումարին, ասենք, մի 20,000 մարդու օգնել, որպեսզի իրանք ունենան ավելի մաչելի բնակարան, կամ 20%-ով էժանացնել դեղերը։ Այդ գումարի չափով օրինակ կարելի է գյուղերում ստեղծել մթերման կայաններ, կամ ենթադրենք փոքր միջին բիզնեսին առհասարակ ազատել հարկեր։ Շատ ավելի լավ տեղեր կա, արդյունավետ տեղեր կա, եւ հենց դրանք է Սամվել Կարապետյանի ծրագրերն։ Այսինքն, ինչ աստ ասում, որ քեզ հիմա ոչ մեկ բանի տեղ չի դնելու, լավ կլինի դու էլ այդ ինքնասպանության որոշումը չկայացնես եւ բանտից հետեւես տնտեսական զարգացումներին, թե ոնց է վարչապետ Սամվել Կարապետյանը